Կուալա Լումպուրի Մերդեկա հրապարակի լույսի ներքո բացառապես կանանցից բաղկացած խումբն աշխատում է սպիտակ էկրանի հետևում, ուրվականների, բանահյուսության և հիշողության ստվերներ գցելով, Հարավարևելյան Ասիայի ամենահին պատմողական ավանդույթներից մեկի ժամանակակից մեկնաբանությամբ։ Վայանք կանայք կոչվող բազմազգ ստվերային տիկնիկային թատրոնի խումբը, որի անդամներն են Մալայզիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից, Մյանմարից և Ֆիլիպիններից, ստվերային տիկնիկագործություն է օգտագործում, որպեսզի ներկայացնի պատմություններ կանացի տեսանկյունից, մարտահրավեր նետելով արվեստի այն ձևին, որտեղ վաղուց գերիշխում են տղամարդիկ։ Խմբի գլխավոր տիկնիկավար Իլյա Սումանտոյի խոսքով խումբը հիմնվել է մայրերի և տատիկների կողմից փոխանցված ժողովրդական հեքիաթների վրա, որոնցից շատերը ներկայացնում են կին ուրվականների։ Ժողովրդական պատմություններ, որոնք նրանք լսել են իրենց մորից կամ տատիկից։ Մենք պարզեցինք, որ այդ պատմությունների մեծ մասը կին ուրվականների մասին է, ինչու են նրանք բոլորը կին։ Այստեղից մենք այս պատմությունները կապեցինք մեր սեփական փորձի հետ։ Իլյայի համար տիկնիկներն ավելին են, քան պարզապես էկրանին պատկերված կերպարներ, դրանք ինքնաճանաչման գործիք են։ Մենք բոլորս մեր մեջ տարբեր ուրվականներ ունենք։ Սեփական ստվերները բացահայտելով, խաղալով տիկնիկի հետ մենք օգնում ենք մեզ ուսումնասիրել մեր այն կողմերը, որոնց գոյության մասին նախկինում չգիտեինք։ Արմատավորված անդամների մշակութային ինքնության ընկալման մեջ Վայանք կանայք խմբի ներկայացումը ժամանակակից էլեկտրոնային ռիթմեր է միահյուսում Հարավարևելյան Ասիայի ավանդական գործիքների հետ։ Խումբը նաև սեմինարներ է անցկացրել, որտեղ երեխաները սովորել են վերամշակված նյութերից պատրաստել իրենց սեփական տիկնիկները։ Հյուսիսային Իրաքի Համդանիայի մի փոքրիկ թանգարանում Ղադա Ֆասիհն այցելուներին ուղեկցել է մանկուց հավաքած և տասնամյակներ շարունակ խնամքով պահպանված իրերի միջով։ 2020 թվականին բացված Ալ-Ասլաֆ մասնավոր թանգարանը, որի անունն արաբերենից թարգմանած նշանակում է նախնիներ, ներառում է Ֆասիհի Իրաքի մշակութային ժառանգության իրերի հավաքածուն, այդ թվում քրիստոնեական արտեֆակտներ։ Համդանիան համարվում է Իրաքի ամենակարևոր քրիստոնեական քաղաքներից մեկը։ Իրաքի քրիստոնեական համայնքը նախ ոչնչացվել է Ալ-Քաիդայի վերելքի պատճառով 2000-ականների սկզբին, իսկ ավելի ուշ իսլամական պետության կողմից, որը 2014-ից 2017 թվականներին հետապնդում էր քրիստոնյաներին և այլ կրոնական փոքրամասնությունների։ Ֆասիհը, որը նույնպես քրիստոնյա է, ասել է, որ հնությունների նկատմամբ գիրքը սկսվել է 14 տարեկանում, երբ մեծանում էր ընտանեկան հուշանվերներով և ավանդական կենցաղային իրերով շրջապատված։ Ես այս իրերը գանձ եմ համարում։ Եթե մենք պահպանենք այս իրերը, մեզնից հետո եկող սերունդները կպահպանեն դրանք և ժառանգությունը կմնա կենդանի։ Երբ 2017 թվականին զինյալները դուրս մղվեցին իրենց քաղաքից, ընտանիքները սկսեցին վերադառնալ Համդանիա և վերակառուցել իսլամական պետության զինյալների պատճառով ավերակների վերածված տները։ Ֆասիհը հիշում է, թե ինչպես էր այդ ժամանակ ապրում Բաղդադում և թե ինչպես են իր հավաքածուի որոշ իրեր կորել այդ ժամանակահատվածում։ 2019 թվականին Համդանիա վերադառնալուց հետո նա հավաքել է մնացած իրերը և ավելի ուշ բացել թանգարանը։ Հանդիսատեսներն ու մասնակիցները հավաքվել են Գլոստերշիրի Քուփերս Հիլում պանիր գլորելու ամենամյա մրցույթի համար, որտեղ մասնակիցները վազում են 180 մետրանոց զառիթափ լանջով, հետապնդելով Double Gloucester պանրի սկավառակը։ Հաղթում են նրանք, ովքեր առաջինը կհասնեն ներքև, քանի որ պանրի գլուխը բռնելը գրեթե անհնար է։ Նախ խելագարություն էր, կարծում եմ սա իմ ամենավերահսկվող վազքն էր։ Չգիտեմ կողքից ինչպես էր ամեն ինչ երևում, բայց երբ առջևումս տեսա Քրիս Անդերսոնին 23 անգամ հաղթողին, մտածեցի, որ պետք է ավելի արագ գնամ եւ հաջողեցի։ Այս տարվա մրցույթն անցկացվել է բավականին շոկ եղանակային պայմաններում։ Մրցավազքը հայտնի է վնասվածք ստանալու բարձր ռիսկով։ Բլուրը բավականին զառիթափ է։ Մասնակիցները պարտավոր են նշել, որ գիտակցում են վտանգը եւ իրենք են կրում ամբողջ պատասխանատվությունը։ Անսովոր միջոցառումը սկիզբ է առել 1826 թվականից, սակայն ենթադրվում է, որ այն իր արմատներով կապված է գարնան վերադարձը նշող հեթանոսական տոնի հետ։
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բեռլինի մշակույթների կառնավալին, որն այս տարի նշել է իր հիմնադրման 30-ամյակը։ Գերմանիայի մայրաքաղաքի Ֆրիդրիխսհայն շրջանի փողոցներով շքերթով անցել է գունագեղձգեստներով մոտ 70 խումբ։ Բեռլինի ոստիկանությունը մասնակիցների թվի վերաբերյալ տվյալներ չի տրամադրել, սակայն տեղեկացրել է, որ տիրել է խաղաղ, աշխույժ եւ կառնավալային մթնոլորտ։ Ջերմաստիճանը հասել է 28-ի ըստ Ցելսիուսի։ Կազմակերպիչների խոսքով միջոցառումը, որը նախորդ տարիներին 100 հազարավոր մարդկանց է գրավել, նպատակ ունի ուղարկելու բազմազանության եւ բաց լինելու մասին ուղերձ։ 67 միջազգային խմբերի մոտ 5800 մասնակից պետք է ցուցադրի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պարեր, երաժշտություն եւ հանդերձանք։ Հատկանշական է, որ ամեն տարի միջոցառմանը նոր երկրներ են միանում։ Ինձ դուր է գալիս, որ մարդիկ այստեղ են գալիս տարբեր երկրներից։ Տեսնում ենք, թե ինչպես են տարբեր երկրների ներկայացուցիչներ պարում նույն վայրում։ Հրաշալի է, ամեն տարի գալիս եմ։ Միջմշակութային կառնավալը մշակույթի համար կոչվող միջոցառումը կանոնավոր եւ ամենամյա տոն է դարձել 1996 թվականից։ Սա երրորդյա փողոցային փառատոն է գունագեղ երթերով, որոնք ցուցադրում են Բեռլինի բազմազգ բնակիչների տարբեր մշակույթները։ Մասնակիցները ցուցադրում են իրենց երկրի մշակութային հարստությունը, գեղարվեստական արտահայտման բազմազանությունը եւ քաղաքական ու սոցիալապես կարևոր հարցերի նկատմամբ ստեղծագործական մոտեցումը։ Շքերթի նպատակն է համայնքներին տարածք տրամադրել, ներկայացնելու իրենց մշակութային արմատները պարի, երաժշտության կամ արտահայտման այլ ձևերի միջոցով։ Հարյուրավոր ծաղրածուներ հղեղել են Լիմայի փողոցները Պերուի ծաղրածուի ազգային օրը նշելու։ Նրանք քաղաքի կենտրոնը լցրել են գույներով, երաժշտությամբ եւ ծիծաղով։ Սա ամենամյա շքերթ է։ Ծիածանագույն զգեստներ կրող մարդիկ պարել են, ձեռնածություն են արել եւ երթով անցել Պերուի մայրաքաղաքով։ Կեցե պերուացի ծաղրածուն եւ ավելի շատ ծաղրածուներ, ավելի քիչ քաղաքական գործիչներ, ավելի շատ ծիծաղ, ավելի քիչ արդարացումներ։ Սրանք այն կարգախոսներն են, որոնք ծաղրածուները հնչեցրել են շքերթի ժամանակ։ Մենք ծաղրածուներս պատրաստ ենք մեր երջանկությունը տալ մեկ ուրիշին, մեկին, որը դրա կարիքն ունի, երեխաներին, մեծահասակներին, երիտասարդներին եւ ամենից առաջ այդ ուրախությունը տալ նրան, ով գուցե վատ ժամանակներ եւ դժվար պահեր է ապրում, բայց մենք ծաղրածուներս նույնիսկ երբ վատ ենք զգում, պատրաստ ենք ծառայել։ Պերուացի ծաղրածուի օրը նշվում է ի պատիվ աղքատների ծաղրածու անունով հայտնի Թոնի Պերեխիլի, որը 1980-ականներին բազմագույն վրանով շրջել է Լիմայի թաղամասերով տեղական համայնքներին ուրախություն բերելու համար։ 200,000 մարդ է հավաքվել Իսպանիայի Լեյդա քաղաքում երրորդյա փառատոնի ընթացքում 14,000 կիլոգրամ խխունջ ուտելու համար։ Այս տոնակատարությունը սկսվել է տասնամյակներ առաջ տեղացի ընտանիքների շրջանում եւ այժմ հայտնի է որպես խխունջ ուտելու աշխարհի ամենամեծ փառատոն։ Ամեն տարի անցկացվող փառատոնը համատեղում է ավանդական խոհարարությունը, կենդանի երաժշտությունը եւ կատալոնական մշակույթը նշող շքերթները։ Կոլես կոչվող խմբերը խխունջներ են պատրաստում տարբեր բաղադրատոմսերով, ինչն այն դարձնում է եւ խոհարարական ցուցադրություն, եւ խոշոր հասարակական հավաքույթ։ Սկզբում սա եղել է ընդամենը գետափնյա փոքրիկ խնջույք, իսկ 1980-ականներին այն 300 մասնակից է ունեցել։ Մինչդեռ այս տարվա միջոցառումը ներգրավել է ռեկորդային 124 խումբ 16850 մասնակցով։ 34-ամյա Խուան Վինսենտեի համար խխունջները տուն են հիշեցնում։ Վինսենտեն վերջին 11 տարվա ընթացքում ապրել է Լոնդոնում, բայց ասում է, որ տարին 2 անգամ վերադառնում է Լեյդա, 1 անգամ Սուրբ Ծննդյանը, իսկ մյուս անգամ հիմա խխունջների փառատոնի համար։ Նա մասնակցել է միջոցառմանը ծննդյան օրվանից, հետևելով իր հորն ու պապին։ Մարդիկ նշում են, որ այս փառատոնն ավելին է, քան խխունջ ուտելու ուրախությունը։ Այն վերածվում է ընտանիքի եւ ավանդույթի շուրջ ծեսի։ Լեյդայից եւ Իսպանիայի մնացած բնակավայրերից ընտանիքները հավաքվում են նշելու տեղական ավանդույթը, որն ամեն տարի գրավում է ավելի շատ մարդկանց բազմության եւ օգտագործվում է ավելի մեծ քանակությամբ խխունջ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։